Հարգելի 9-րդ դասարանցիներ, մենք շարունակում ենք մեր էլեկտրականության թեման, տեսնենք, թե ինչ անակնկալներ է մատուցում մեզ այդ էլեկտրականություն կոչվածը։ Սա մեր կյանքի ժամանակն էր, սա մեր դասագիրքն էր, սա մեր նշանաբանն էր, գլխավոր նշանաբանը, ուրեմն ֆիզիկան իր բաժիններից է կազմված և մեր էլեկտրականության բաժինն ենք մենք ընտրել։ Երկրորդ պարագրաֆ, էլեկտրացույց, էլեկտրական լիցքի բաժանելիությունը։ Այստեղ, այս նկարում պատկերված է մի սարք, որի միջոցով մենք կարող ենք չափել, ոչ թե չափել, այլ տեսնել մարմինը լիցքավորված է, թե լիցքավորված չէ։ Այստեղ կա սֆերիկ մակերևույթով մի մարմին, մետաղյա գունդ է, այդ գնդին մոտեցնում ենք լիցքավորված մարմինը, լիցքավորված մարմինից լիցքը անցնում է գնդին, գնդից անցնում է մետաղյա ձողին, մետաղյա ձողի միջով անցնելով անցնում է մետաղյա բարակ թերթիկներին, դա վերից ներկայացնում է ալյումինի բարակ թերթիկներ, որոնք թեթև են։ Եթե ալյումինի բարակ թերթիկները լիցքավորվեն, ապա նույն լիցքով կլիցքավորեն, որովհետև լիցքավորված մարմնից անցել է լիցքը այս ձողով ներքև։ Այս ձողի մեջտեղում, որ իրանով անցնում է, դրված է միջնորմ, դա իրենից ներկայացնում է պլաստմասա, որպեսզի լիցքը չանցնի ուրեմն մետաղյա իրանին։ Դրա համար մենք դրվում է այդտեղ պլաստմասայի միջնորմ։ Այստեղ ավելացված է ապակյա ձողը, որը մենք բրդով շփել ենք և նա լիցքավորվել է դրականապես։ Հիմա ապակյա ձողը մոտեցնում ենք սֆերիկ մակերևույթին։ Ինչ տեղի կունենա։ Ուրեմն ապակյա ձողի միջից լիցքը կանցնի գնդին, գնդի միջից կանցնի ձողին, ձողի միջից կանցնի թերթիկներին և թերթիկները կլիցքավորվեն երկուսն էլ դրականապես, քանի որ երկուսն էլ դրականապես են լիցքավորվում, հետևաբար նրանք ուրեմն կհեռվանան միմյանցից։ Սա իրենից ներկայացնում է այն պատկերը, որ մենք նոր նկարագրեցինք, այսինքն մոտեցրեցինք ապակյա ձողը, որը լիցքավորված էր, այնուհետև ապակյա ձողի միջոց լիցքը անցավ մետաղյա ձողին, մետաղյա ձողի ծայրերին գտնվող թերթիկները միմյանցից հեռացան, որովհետև նրանք լիցքավորվում են միևնույն լիցքով, նրանք թեթև են, և դրա համար էլ հեռանում են միմյանցից։ Ուրեմն սա եթե էլեկտրացույց էր, այսինքն ցույց էր տալիս, թե այս ապակյա ձողը լիցքավորված է, թե ոչ։ Եթե թերթիկները հեռանում էին, ուրեմն ապակյա ձողը լիցքավորված է, որովհետև լիցքերը անցնում էին ուրեմն ձողի միջով։ Բայց սա ոչ թե էլեկտրացույց է, այլ էլեկտրաչափ է, թե ինչքան լիցք կա այդ մեր ապակյա ձողի մեջ, որ մենք լիցքավորել էինք։ Այստեղ ամբողջ լիցքը չի անցնում իհարկե այս ձողի միջով, բայց որոշ մասը անցնում է և ցույց է տալիս, թե որքանով է լիցքավորված այդ ուրեմն մետաղյա ձողը և մետաղյա սլաքը, պտտվող սլակ է։ Ինչպես տեսնում ենք, այս նախորդ պատկերում, եթե մենք ունեինք ուրեմն չկտրված ուրեմն մետաղյա ձող,
ապա այստեղ մետաղյա ձողը կարծես է կտրված է մեջը դրված է մի պտուտակ, որի վրա ամրացված է այդ պտտվող սլաքը։ Պտտվող սլաքը ցույց է տալիս սանդղակի վրա, թե ինչքան է լիցքավորված մեր ուրեմն սլակն ու ձողը։ Եթե սլաքը լիցքավորում է դրականապես, ինչպես մենք տեսնում ենք, թե վերևից է նա հեռվանում մետաղյա ձողից եւ թե ներքևից է հեռվանում մետաղյա ձողից, որովհետեւ մետաղյա ձողը լիցքավորված է դրական եւ սլակն էլ իր հերթին լիցքավորվում է դրական։ Հիմա տեսնենք, թե սա ինչ է։ Նո էլեկտրաչափ է ձախ կողմին, էլեկտրաչափ է, որը մենք լիցքավորել ենք ապակյա ձողի միջով, որը շփել ենք բրդով եւ մոտեցրել ենք ուրեմն գնդի, սֆերի գնդի։ Ինչպես տեսնում եք, էլեկտրաչափը ցույց է տալիս որոշակի էլեկտրական արժեք, թե ինչքան է լիցքավորված այս սլաքը եւ ձողը։ Բայց երկրորդ ուրեմն էլեկտրաչափը ոչինչ ցույց չի տալիս։ Հիմա վերցնենք մի հատ ձող, որը իրենից ներկայացնում է մետաղյա ձող, այդ մետաղյա ձողին ամրացված է մի պլաստմասի բռնակ, այդ պլաստմասի բռնակից բռնելով մենք այս մետաղյա ձողը հպում ենք այդ երկու էլեկտրաչափերի այդ գնդերին։ Ինչ տեղի կունենա։ Այս առաջին էլեկտրաչափը, քանի որ լիցքավորված է, լիցքերը կգնան երկրորդ էլեկտրաչափի մեջ, երկրորդ էլեկտրաչափը որոշակի ցուցմունք ցույց կտա, որովհետև նա էլ կլիցքավորվի։ Բայց արդեն առաջին էլեկտրաչափի ցուցմունքը չի լինի, հələ տեսեք, ստեղ առաջին էլեկտրաչափը ինչքան շատ է լիցքավորված, իսկ ստեղ առաջին էլեկտրաչափը կիսով չափ կիսվում է, այսինքն լիցքը կիսվում է առաջին էլեկտրաչափի եւ երկրորդ էլեկտրաչափի միջև։ Ուրեմն այստեղ մենք չենք կարող երկրորդ անգամ էլ եթե փորձենք նման երևույթ, ասենք վերցնենք մի հատ էլեկտրաչափ նույն ձևի ու ոչ թե լիցքավորված, այլ չլիցքավորված, այնուհետև առաջ էլեկտրաչափը նորից այս մետաղյա ձողով կպցնենք երկրորդ էլեկտրաչափի։ Էլեկտրաչափը կարելի է լիցքաթափել, եթե մետաղյա ձողը հեռացնենք, պարզապես ձեռքով հպենք երկրորդ էլեկտրաչափի գնդիկին։ Երկրորդ էլեկտրաչափի գնդիկի միջից ուրեմն լիցքը կանցնի մեր մեջ եւ երկրորդ էլեկտրաչափը պարզապես կլիցքաթափի։ Հենց դրա համար ենք մենք պլաստմասայի բռնակից բռնել, որպեսզի լիցքը չանցնի մեր միջով, որ լիցքաթափի էլեկտրաչափը։ Հիմա ինչքան կարելի է փոքրացնել լիցքի չափը։ Ուրեմն անվերջ քանակի չի կարելի փոքրացնել լիցքի չափը, որովհետև Ռոբերտ Միլիկենը, ամերիկացի գիտնական Ռոբերտ Միլիկենը գտել է, որ կա մի հատ լիցքի չափ, որ դրանից ավելի մենք չենք կարող բաժանել լիցքը։ Այդ չափը հավասար է մոտարապես 1,6 անգամ 10-10-19 աստիճան կուլոնի։ Լիցքի չափը այստեղ կուլոնով է արտահայտված, բայց մենք կուլոն չենք անցել, թե դա ինչ է, ինչպես կարելի է ստանալ 1 կուլոն լիցք։ Դրա համար մենք հետագայում ցույց կտանք, որ կուլոնը դա բավականին մեծ լիցք է, լիցքի քանակ է։ Համեմատած սրա։
Նու սա ուրեմն լիցքի քանակն է ցույց տալիս, բայց քանի որ կա մի հատ մասնիկ, փոքր, շատ փոքր մասնիկ, որ այդ մասնիկի միջոցով կարող է լիցքավորվել մարմինը։ Այդ մասնիկը կոչվում է էլեկտրոն։ Էլեկտրոնի մասին հետագայում մենք կիմանանք։ Էլեկտրոնի լիցքը բացասական է, դրա համար էլեկտրոնի համար կարող են գրել են հավասար է -1/6 անգամ 10⁻19 աստիճան կուլոն։ Այսքանով սահմանափակվենք երկրորդ պարագրաֆը, պարագրաֆի բացատրությունը կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։